Երանելի են բոլոր այն հավատացյալները, ովքեր Տեր Հիսուսի երկրորդ գալստյան սպասելով են ապրում։ Սպասում եք, թե ոչ։ Պատկերացրեք, Հիսուս գալիս է եւ այս կյանքի երևույթը վերջանում է։ Ամեն իր հոգերով, դժվարություններով, նեղություններով։ Ինչ է այս կյանքը։ Ինչ է այս կյանքը։ Փորձությունների մի ամբողջ շարան։ Հոգնություն, հոգսաշատ մի կյանք է սա։ Եվ Տիրոջ խոստումը, որ իր հետ պիտի լինենք հավիտյանս հավիտենից։ Ի վերջո, Աստծո խոսքի մեջ գրված է, որ Քրիստոսի երկրորդ գալուստը հավատացյալների ինչն է, երջանիկ հույսն է։ Այո, մեր կյանքը, մեր կենցաղը, մենք պիտի ապրենք, սակայն սպասելով, որ Տերը շուտով պիտի գա։ Եվ այս համոզումը կամ եզրակացությունը որտեղից է, որ Հիսուս շուտով պիտի գա, Աստծո խոսքից, այն նշանները, որոնք որ տրվեցին Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ, մեր աչքերի առջև իրականություն են դարձած։ Ուստի Աստված ամեն մի հավատացյալի մեջ դնում է այս համոզումը, որ Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Այո, մենք քրոնոս կամ քայրոս, այսինքն ժամերը կամ ժամանակները չգիտենք, բայց գիտենք, որ Տիրոջ գալուստը մոտ է։ Եվ քրոնոս քայրոս, երբ որ վեր ենք լուծում, նշանակում է մեծ ժամանակաշրջանի մեջ մենք չգիտենք այն պահը, երբ որ Քրիստոս պիտի հայտնվի։ Տեր Հիսուս այդ նշանները տվեց եւ կարդանք դրանցից մի քանիսը Ղուկասու 17-րդ գլուխն է նախ 26-ից 30 համարները։ Ինչպես Նոյի օրերը եղան, այնպես պիտի լինին որդի մարդու օրերը։ Կուտեին, կխմեին, կին կառնեին, երկան կտրվեին, միջև այն օրը, երբ որ Նոյը տապանը մտավ եւ ջրեղեղը եկավ եւ ամենքը կորցրեց։ Միթե կին առնելը, երկան տրվելը, դա սխալ բան է սրա մեջ, չամուսնանան մարդիկ։ Այս գրածի իմաստը որն է։ Այն ժամանակ էլ կին առնել, թողնել, հաջորդին առնել, նորից թողնելը սովորական բաներ դարձած։ Ինչպես մեր օրերում, այսօր ընտանիք կոչված հաստատությունը խախտված է։ Ոչինչ ամուսնացան, իրար չհասկացան, վերջ։
Մեր հարցերը իրար հետ չի լուծում, ամուսնա լուծվեցին, ուրիշ մեկին գտան, նրա հետ էլ չստացվեց եւ այդպես շարունակ, ինչպես էր Նոյի օրերը, որդին Մարդո օրերն էլ, գալու օրերն էլ այդպես պիտի լինի։ Նմանապես ինչպես Ղովտին օրեր եղան, կուտեին, կխմեին, ծախու կառնեին, կտնկեին, կշինեին, Ղովտի օրերը շատ կարևոր մի բան էլ կար, չէ՞։ Միասեռականության սարսափելի այդ մեղքը, որի պատճառով երկնքից կրակ իջավ եւ սպառեց Սոդոմը, Գոմորը եւ շրջակա քաղաքները։ Բայց այն օրը, երբ Ղովտ Սոդոմեն ելավ, երկնքեն կրակ ու ծծում տեղաց եւ բոլորն է կորցնցուց։ Նույնպես պիտի լա այն օրը, երբ որդին Մարդո հայտնվի։ Նա որ տանիքի վրա է եւ իր կարասինները տանը մեջ թող վար ճիշտ է զանոք առնելու եւ այն որ արտի մեջ է նույնպես թող ետ չդառնա, այսինքն այս կյանքի բաներով չզբաղվեք, սպասեք Տիրոջ գալուստին։ Ձեր կենտրոնացում այս կյանքը թող չլինի։ Ձեր հայացքը վեր ուղղեք, որտեղից Տերը պիտի գա։ Նաեւ թզենու առակը Տեր Հիսուսը պատմեց, դա Մատթեոս 24-րդ գլուխն է, 32-ից 35 համարները։ Թզենուց առակ սորվեցեք, երբ նրա ոստերը կակուղնան եւ տերևները ցցվին, կհասկանաք, թե ամառը մոտ է։ Նույնպես դուք էլ երբ այս բաները տեսնեք, իմացեք, թե մոտ է դռներու մոտ։ Ճշմարիտ կսեմ ձեզի, այս ազգը պիտի չանցնի, մինչև այս ամեն բաները լինեն։ Երկինք ու երկիր պիտի անցնի, բայց իմ խոսքերս բնավ պիտի չանցնեն։ Թզենին, որ թզենին, ձեր պարտեզում ունեցած թզենին, հա? Թզենին խորհրդանշում է Իսրայելը, կարող եք կարդալ Հովել մարգարեություն առաջի գլուխ 7 համար, Օվսիայի 9-10, թզենին խորհրդանշում է Իսրայելը 1948 թվականին 2400 տարի պետականությունը կորցնելուց հետո աստվածային հրաշքով միավորված ազգերի կազմակերպության որոշումով պետություն դարձան, մարգարեությունը իրականացավ, ազգը մեկ օրվա մեջ կծնվի։ Թզենին ծաղկեց։ Այդ ժամանակվանից մինչև այսօր։ Սա նշանակում է դրանից առաջ Հիսուսին սպասելը իրատեսական չէր, այսինքն կարող են սպասել, բայց թզենին անպայմանորեն պիտի ծաղկեր։ Ուրեմն այդ ժամանակից ի վեր Քրիստոսի գալուստը ամեն վայրկյան կարող է տեղի ունենալ։ Պատերազմների ձայներ, մահտարաժամեր, ինչ է նշանակում մահտարաժամ։ Հիվանդություններ, որոնք մարդկանց մասսայական մահվան պատճառ են դառնում, համաճարակներ։ Այսօր մեկ ուրիշ նշանի մասին պիտի խոսենք եւ դրա համար տեղափոխվենք Դանիելի մարգարեություն 12-րդ գլուխ եւ 4 համարից նախ կարդանք։ Դու ով Դանիել այս խոսքերը փակի եւ գիրքը կնքի միջև վերջին ժամանակը։ Շատերը ուշադրության պիտի կարդան եւ գիտությունը պիտի շատանա։ Նաեւ 8-ից 10 համարները ես լսեցի, բայց չհասկացա ու ասի, ով Տեր իմ, ասոնց վերջը ինչ պիտի լինի։ Նա ասավ, գնա ով Դանիել, քանզի այս խոսքերը միջև վերջին ժամանակը գոցված ու կնքված են, այսինքն Աստված կնքեց այն, վերջի ժամանակների համար է։ Շատերը պիտի մաքրվին եւ պիտի ճերմականան ու պիտի փորձվին, բայց ամբարիշտները ամբարիշտություն պիտի ունեն եւ բնավ ամբարիշտը պիտի չհասկանա, հապա իմաստունները պիտի հասկանան, նրանք ովքեր որ Աստծո հոգին ունեն։ Դանիելի մարգարեությունը թե պատմական մարգարեական խոսք է, որովհետեւ իր ժամանակին տեղի ունեցած իրադարձություններն էին եւ նաեւ ինքը մասնակից էր։ Այս գրքի մեջ իր մասին էլ է գրված։ Եվ նաեւ վախճանաբանական է այս մարգարեությունը, eschatology, վերջին ժամանակների համար գրված է, գրեց, բայց չհասկացավ, հարցնում է ով Տեր, չհասկացա, այս խոսքերը միջև վերջին ժամանակը փակված եւ կնքված են։ Այսինքն վերջին ժամանակներում ապրողներն են, որ պիտի հասկանան, ինչպես մեր աչքի առջև պիտի տեսնենք այդ ամենը։
գիտությունը պիտի շատանա։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում գիտական նվաճումների յուրահատուկ տարիներ են եղել։ Սակայն վերջին մեկ տասնամյակը տեխնիկական առաջընթացի աննախադեպ տարիներ։ Դուք գիտեք, թե առաջին համակարգիչը երբ են ստեղծել, կոմպյուտերը։ 1943-ից 46 թվականներին եւ այն Փենսիլվանիայի համալսարանում են պատրաստել ամենապարզ գործողություններ անող 1800 քառակուսի ոտք տարածք զբաղեցնող, լավ մետրով էլ ասենք, 167, մոտավորապես 170 քառակուսի մետր տարածք, դուք պատկերացնում եք 10 մետր երկարություն, 17 մետր լայնություն, ինչ հսկայական մի բան է և կշռել է 50 տոննա և կատարել է շատ հասարակ գործողություններ։ Այսօր անչափելի կատարելագործված այդ համակարգիչը ամեն մարդու ձեռքում է։ Քո բջջային հեռախոսդ մի մեծ համակարգիչ է, որի մեջ ամբողջ աշխարհը կա։ Ուզածդ բանը անունը գրի, վայրկյանական, տարատեսակները կստանաս։ Հենրի Ֆորդը առաջին մեքենան, որ ստեղծեց 1896 թվականին էր, և այդ մեքենայի առավելագույն արագությունը 25 մղոն էր, մեկ ժամում, և այն էր պիտի բավական երկար գնար, մինչև 25 մղոնի հասներ։ Այսօր յուրահատուկ մեքենաներ կան պատրաստված, անշուշտ ոչ մեր ազատուղիների վրա չեք հանդիպի, որ մինչև 600 մղոն արագություն կարող են զարգացնել։ Համեմատությամբ ասենք, որ սովորական ինքնաթիռները 900 մղոն ժամում արագությամբ են գնում և կան հատուկ սարքվածները, որ 2000 մղոն ժամից ավելի արագություն են զարգացնում, իսկ տիեզերական այդ նավերը 24000 մղոն մեկ ժամում։ Այսօր աշխարհը այնքան փոքրացել է, աշխարհի մի ծայրում մի դեպք է տեղի ունենում, ամբողջ աշխարհը վայրկյանական իմանում է, հա։ Այս սոցիալական կայքերը, այդ Instagram-ը, Facebook-ը եւ այլն, ինչ են դարձել տեղեկատվական միջոցներ եւ աշխարհը իրապես շատ փոքրացել է։ Բոլորովին նպատակ չունեմ ձեզ թվերով ծանրաբեռնելու։ Փաստը արձանագրում ենք, որ գիտությունը զարգանում է եւ ինչպիսի արագությամբ երկրաչափական պրոգրեսիայով։ Սա բնական չէ, սա անգամ դինամիկ զարգացում չէ, օրինաչափ չէ։ 3-4 տարեկան երեխայի ձեռքին սելֆոն կա, բջջային հեռախոս, իր ուզած բանը գտնում է վրան, իր քարթունները, մուլտֆիլմերը մտնում է, համակարգչով է խաղում անգամ։ Անցան այն ժամանակները, երբ երեխան գալիս էր ծնողներին ասում էր, «Էս իմ քույրիկս որտեղից եղավ», նրանք էլ իրար երեսի են նայում ասում են, «Բալիկ ջան, արագիլը բերեց», ասում է, «Դե եթե այդպես է, խնդրում եմ արագիլին ասեք, մի հատ էլ քույրիկ բերի»։ Այդ ժամանակները անցած են։ Երեխան այս ճշմարտությունները արդեն այդ կայքերի մեջ իր մուլտֆիլմերից ստանում է։ Նոր սերունդ է աճում։ Անշուշտ անժխտելի փաստ է, որ գիտության զարգացումը եւ տեխնիկական միջոցների կատարելագործումը մարդու կենցաղը փոխել է, այդպես է թե չէ։ Շատ բաներ հեշտացած են։ Բայց արի ու տես մյուս կողմից մարդկանց հոգսաշատ կյանքը չի պակսած, մարդիկ մշտապես ստրեսների տակ են, ժամանակը նրանց չի հերիքում, վազքի մեջ են։ Այո, տեխնիկական միջոցները հեշտացրեց, բայց կյանքը արագացավ և մարդիկ աշխատում են կախվել, այդ կյանքի ընթացքին բռնվել։
Նոր քաղաքներ են սարքում, չէ՞։ Երկնաքերեր են պատրաստում, շենքեր։ Հասկացաք, երկնաքեր ինչ է նշանակում։ Այդ անունը տվել են երկինքը քերող, այնքան բարձր են այդ շենքերը, skyscrapers, այսինքն երկինքը բարձրահարկ շենքեր են սարքել։ Հայտնության 16-րդ գլխում գիտեք ինչ է գրված, կարդանք։ Սարքել են լավ են արել, շատ գեղեցիկ է, բայց 17-ից 19 համարները 7-րդ հրեշտակը իր սկավառակը օդի վրա թափեց եւ երկնքի տաճարից աթոռից մեծ ձայնը եկավ ասելով եղավ եւ փայլակներ եւ ձայներ եւ որոտումներ եղան եւ մեծ երկրաշարժ եղավ այնպես որ մարդկանց երկրի վրա լինելուց ի վեր այնպիսի մեծ երկրաշարժ եղած չէր մեծ քաղաքը 3 մաս եղավ այստեղ ամբողջ երկրագնդի նկատի ունի եւ ազգային քաղաքները կործանվեցին այսինքն Ռիխտերի սանդղակը որ 10 բալ է գրանցում չի կարող գրանցել այդ երկրաշարժը խոշոր երկրաշարժներ լինում են հսկայական 9 բալ եւ ավելի կարող են մի քանի երկրներում զգացվել անգամ ավերածություններ բերել բայց այս մեկը համաշխարհային պիտի լինի քարը քարի վրա չի թողնվելու եւ սա պիտի տեղ ունենա մեծ նեղության շրջանին Աստծո խոսքը ասում է որ ազգերը հովի համար են աշխատում այդքան սարքում ի վերջո այդ ամենի վերջը պիտի գա հիմա լավ հարցում գիտության զարգացումը լավ է թե վատ Նայած որ անկյունից ենք դիտարկում այո նշված շատ դրական կողմեր մենք արդեն ասեցինք եւ շատ բաներ կա չասեցինք որ իրապես դրական մեծ ազդեցություն ունի մարդու կյանքի կենցաղի մեջ բայց նաեւ ահավոր վատ բաներ պղծալից աշխարհ եւ այդ աշխարհը մարդու աչքերի առջև է այդ համակարգիչների մեջ ամբարո էջեր կան պորնոգրաֆիա Եվ պիտի ասենք հետևյալը, որ այսօր շատեր կան, ոչ միայն տղամարդիկ, նաև կանայք, որ կախվածության մեջ են սրանից, նրանք միջոց են փնտրում դուրս գալու, բուժումը մեկն է, Տերը միայն կարող է նրանց հանել այդ վիճակից, որովհետև մարդու սրտի մեջ մեղքը դրված է, հաճելի է իրեն այդ մեղքը, Դրանով է առաջնորդվում, միայն Աստված կարող է նրան այդ վիճակից հանել։ Անշուշտ լսել ենք, որ նաև, ես կասեմ, անվանական հավատացյալներ, անվանական քրիստոնյաներ, որ իբրև թե Աստծուն հավատում են, բայց նրանք էլ են այսպիսի պղծալից մեղքի մեջ։ Ինչպես կարող է սա լինել։ Սա նշանակում է այդ մարդիկ Աստծո հոգին չունեն, կամ այդ հոգու ձայնը այնպես են լռեցրել, որ իրենց խիղճ անգամ խանձված է եւ ոչ մի բանից էլ չեն հանդիմանվում բայց առաջի տարբերակի վրա ենք հակված որ սրանք Աստծո հոգին չունեն ով է այս ամենի հետևում կանգնած Սատանան է կանգնած մարդկությանը պղծել է եւ շարունակում է պղծել եւ արագ տեմպերով այդ պղծությունը մարդկանց տներն է անգամ մտնում Սատանայի նպատակը, գեր նպատակը որն է, հիշում եք, գրված է, որ Աստծո մասին ինքը մտածեց, որ ինչու միայն Աստված պիտի պաշտվի, ես էլ, ինչ պակաս մեկն եմ, աթոռս Աստծո, աթոռին հավասար դնեմ և պաշտվեմ, հետևաբար, նա սպասում է իր աստղային ժամին, իր աստղային ժամը պիտի գա, երբ որ իր պիղծ որդին, Մարմնով երկրի վրա հայտնվի, այսինքն ները, պիտի գա, և 7 տարիներ երկրի վրա սատանայի իրական թագավորությունը պիտի լինի, հիմա ինքը այս աշխարհի իշխանն է, բայց Աստված ամեն բանի վրա իշխանություն ունի, այն ժամանակ այդ 7 տարիները պիտի թույլատրվի Տիրոջ կողմից, և մարդկությունը նոր փորձությամբ պիտի անցնի, 7 տարիներ ները երկրի վրա իր իշխանությունը պիտի հաստատի։ Կարդանք հայտնություն 13-րդ գլխից
տեսա թե ծովից գազանը ելավ։ Այս որ ծովն է, միջերկրական, թե սևը։ Ծով ասվածը պիտի հասկանանք ազգերը եւ ժողովուրդները, որ ուներ 7 գլուխ եւ 10 երկջուր, սա իր իշխանությունն է, եւ նրա երկջուրների վրա 10 թակ եւ անոր գլուխների վրա հայության անուններ կային։ Այդ գազանը ինձին նման էր, այսինքն ընձառյուծի, լեպրդի նման էր, եւ սա ներկայացնում է ազգերի թագավորությունների շրջանը։ Առաջինը լեպրդ, որ դա հունական թագավորությունն է, Դանիել 7:6-ը, կարող եք կարդալ։ Իր ոտքերը արջի ոտքերի պես էին, սա երկրորդն էր Պարսից եւ Մարաս թագավորությունն է, Դանիել 7:5-ը, եւ իր բերանը առուծի բերանի պես, որ սա էլ երրորդն է Բաբելոնյան իշխանությունն է, Դանիել 7:4-ը, վիշապը նրան տվավ իր զորությունը, վիշապը սատանան է, եւ իր աթոռը եւ մեծ իշխանություն։ Նրա գլուխներից մեկը մահվան չափ վիրավորված էր, բայց նրա մահացու վերքը առողջացավ եւ բոլոր երկիր գազանի վրա զարմացավ։ Ինչ է նշանակում մահվան չափ վերք ունենալ։ Մեռնել, մեռավ, բայց ահա թե ինչ տեղ ունեցավ։ Եվ երկրպագություններին վիշապին, որ գազանին իշխանություն տվեց, երկրպագություններին գազանին ասելով. ով գազանի նման է, եւ ով կրնա ատոր պես պատերազմիլ, անոր մեծ բաներ եւ հայություններ խոսող բերան տրվեց, եւ 42 ամիս նրան իշխանություն տրվեց, որ չափե 42 ամիսը, 3.5 տարի, որ 7-ամյակի երկրորդ 3.5-ին իր դիմակը ամբողջությամբ պիտի բացվի եւ պիտի սկսի սարսափելի հալածանք ամբողջ մարդկության հանդեպ։ Իր բերանը հայությամբ Աստծո դեմ բացեց, նրա անվանը եւ անոր խորանին եւ երկինքը բնակողներին հայոյելու։ Նրան իշխանություն տրվեց սուրբերի հետ պատերազմ անելու եւ նրանց հաղթելու։ Ովքեր են այս սուրբերը։ Մեծ նեղության շրջանի, նրանք ովքեր որ պիտի ապաշխարեն, ները մեզ հետ գործ չպիտի ունենա սիրելներ։ Հափշտակությունից հետո է որ ները պիտի հայտնվի երկրի վրա։ Նրան իշխանություն տրվեց բոլոր ցեղերի, ժողովուրդների եւ լեզուների եւ ազգերի վրա։ Նրան երկրպագություն պիտի անեն երկրի բոլոր բնակողները, որոնց անունները աշխարհի սկզբից ի վեր մորթված գառնուկի կենաց գրքի մեջ գրված չեն։ Ով որ ականջ ունի, թող լսի։ Ով որ գերություն քշե, ինքը գերության պիտի տարվի։ Ով որ սրով սպանե, ինքը պետք է սրով սպանվի։ Հոս է սուրբերի համբերությունն ու հավատքը։ Մեծ նեղության շրջանին, այո, պիտի շատեր տեսնեն, որ սա սատանայի որդին է, նրան պիտի հակառակ կենան, պիտի սպանվեն եւ այդ միջոցով նրանք պիտի Աստծո թագավորությունը մտնեն։ Ուրիշ գազանը տեսած այլ սուտ մարգարեն է, որ երկրեն կելներ եւ գառնուկի նման երկու եղջյուր ուներ, արտաքինից շատ խոնար ու կխոսեր վիշապի պես։ Առաջին գազանին իշխանությունը կօգտագործեր, ների տված իշխանությունը, սա պիտի լինի բոլոր կրոնների առաջնորդը։ Եվ հիմա ինչպես գիտեք, կրոնները միավորվում են, այդ գործընթացը կա։ Վստահաբար ճշմարիտ քրիստոնյաները երբեք այս գործընթացի մեջ չեն մտնելու, որտեղ գիտեն, թե դրա արդյունքը ինչ պիտի լինի։ Եվ բնակիչներին ստիպում էր, որ երկրպագություն ունեն առաջին գազանին, որ մահու վերքը առողջացավ, այսինքն հարություն առավ։ Մեծ նշաններ կաներ, միջև անգամ երկնքից կրակ կիջեցներ։ Տեսնում եք սիրելներ, սատանան ինչպիսի զորություններ ունի։ Այսօր անգամ հավատացյալներ ուզում են, որ հրաշքներ տեսնեն, որ ինչ անես, Աստծուն հավատաս։ Հավատքը չտեսնված բաների հաստատությունն է։ Եթե մի բան պիտի տեսնես ու հավատաս, դա հավատք չէ։ Եվ այդպիսիները մեկ բան տեսնելով չեն բավարարվում, անպայմանորեն ուրիշ մի բան էլ։ Սատանան կարող է երկնքից կրակ իջեցնել, ամեն տեսակի հրաշքներ կարող է անել,
որևէ բանի մենք ուշադրություն չդարձնենք, որտեղ դրա աղբյուրը կարող է չարից լինել։ Եկի վրա բնակողներին կմոլորեցներ այն նշաններով, որ իր ձեռքը տրված էր գազանի առջև անելու։ Սատանան անգամ կարող է Աստծո ծառաների, առաքյալների եւ մշակների կերպարանք առնել եւ հերձվածողություններ բերել։ Երկրի բնակիչներին կսեր, որ պատկեր շինեն այն գազանին, որ սրով վիրավորված էր ու առողջացավ։ Գիտեք, Հովհաննես առաքյալ այս որ գրեց, դա ինչ է նշանակում պատկեր սարքեն, նշանակում է ամեն տնում ների նկարը լինի, դա մեր օրերի համար է գրված։ Ահա, մենք տեսնում ենք այսօր համակարգիչներ, հեռուստացույցներ եւ մարդկանց ձեռքին անձնական իրենց iPad-ները կամ բջջային հեռախոսները, երբ որ ները հայտնվի, համայն մարդկությանը հրաման պիտի գա եւ բոլորի ձեռքերի վրա, իրենց դեմքի առջև, իրենց տներում նստած հրամանը պիտի գա, ահա աշխարհի փրկիչը եկավ, ները եկավ եւ բոլորը նրան երկրպագություն պիտի անեն։ Եվ իշխանություն տվեց անոր, որ գազանի պատկերին հոգի տա, որպիսի գազանի պատկերը խոսի, եւ ով որ գազանի պատկերին երկրպագություն չունե, զանիկա սպանել տա։ Ներկայիս գիտեք, ինչպիսի խաբեական մի բան կա, սա կոչվում է virtual reality, երևակայական իրականություն։ Ներկայիս հիմա դա միայն խաղերի մեջ է, դա միայն զվարճություններ է, հատուկ սարքեր են պատրաստել, մարդիկ դնում են իրենց աչքերին եւ իրենք հայտնվում են նոր աշխարհի մեջ, ուրիշ մի տեղ, ուրիշ մի միջավայրի մեջ։ Եվ իրենք այդ միջավայրում այդ կատարվող դեպքերին մասնակից են։ Իր աչքերից դահանի նորից իր տան մեջ է գտնվում։ Ինչ է սա։ Կատարյալ խաբեություն է։ Ները երբ որ գա, virtual reality-ն, այսինքն երևակայական իրականությունը մարդկանց առջև պիտի բերի։ Եվ նա կստիպեր բոլորը, այսինքն պստիկներն ու մեծերը, հարուստներն ու աղքատները, ազատներն ու ծառաները իրենց այդ ձեռքի վրա կամ իրենց ճակատի վրա դրոշմ ընդունեն, որպեսզի մեկը չկարողանա գնել կամ ծախել, բայց միայն նա, որ ունի դրոշմը կամ գազանի անունը կամ նրա անվան թիվը, հոս է իմաստությունը, ով որ միտք ունի թող հաշվե գազանի թիվը, քանզի մարդու թիվը է այն եւ այդ թիվը 666 է։ Հայտնություն 13-րդ գլուխը գտնվում է 6-րդ եւ 18-րդ գլուխների մեջ։ Եվ այդ գլուխները ամբողջությամբ մեծ նեղության շրջանի համար է գրված։ Այնպես որ, եթե անգամ ներկայիս գործընթաց է գնում, որ մարդկանց չիպեր պիտի դնեն, նշաններ պիտի դնեն, մենք հավատում ենք եւ վստահ ենք, որ այդ դնելուց առաջ անպայմանորեն Քրիստոս իր եկեղեցուն վեր պիտի տանի։ Եվ մենք բոլորովին դրա ազդեցությունը չպիտի կրենք, այլ նրանք, ովքեր որ մեծ նեղության շրջանին պիտի մնան։ Գիտական նվաճումները հսկայական տեմպերով առաջանում են, բայց մարդ արարածը դրանից իմաստուն չի դառնում։ Կարող ենք ասել խելացի է, խելացի այս կյանքի համար, սակայն ով է կոչվում իմաստուն։ Կարդանք Առակաց 9-րդ գլուխ 10 համար, իմաստության սկիզբը Տիրոջ վախն է եւ ամենասուրբին գիտությունը հանճար է, ահա իրական գիտությունը։ Ուրեմն, եթե մարդը Աստծո վախը չունի, իր ունեցած գիտությունը այս կյանքի համար է եւ երբեք Աստծուն փառք չի բերում։ Ինչ օգուտ մարդուն, եթե ամբողջ աշխարհը վաստակի եւ իր անձը կամ անձի փրկությունը կորցնի։ Ինչ օգուտ, եթե այս երկրի վրա բազմակի գիտական աշխատություններ անի, ներդրումներ անի, որ իր անունը ոսկե տառերով գրեն, ինքը ամբողջ աշխարհին ճանաչված լինի, սակայն իր անձը կորցնի։ Ինչ օգուտ, անմտություն է։
Հիանալի բնորոշում է տալիս Աստծո խոսքը Հռոմեացիս առաջի գլխում, իրենք իմաստուն են ասեցին ու հիմարացան։ Քանի որ չուզեցին Աստված իրենց գիտության մեջ պահել, ասեցին դու մեզանից հեռու, ինչ Աստված ինչ բան, մենք ենք ու մեր միտքը, մեր ուղեղը։ Աստված թույլ տվեց այդ ճանապարհով գնան, այնպես որ մարդիկ սկսեցին պաշտել, ամեն տեսակ չորքոտանիներ, սողուններ, թռչուններ, անգամ պաշտել մարդկանց, պաշտել իրենց անձը, բայց ոչ Աստծուն։ Այո, արևելյան կրոններ կան, բուդդիստներ կան, սրանք գիտեք, ամեն կարգի անասուններ պաշտում են։ Օրինակ կովը, փիղը, կոբրաոցը, պատկերացնում եք։ Եվ այդպիսի բաներ, բայց այսօր ասենք, որ արևմտյան երկրներում էլ այդ պաշտամունքը կա։ Մարդիկ կան, որ պաշտում են իրենց տանը պահվող անասունին։ Կլինի դա շունը կամ երկարաբեղ կատուն։ Պաշտում են ուղղակիորեն։ Իրենց անձից առավել, իրենց զավակներից առավել է։ Եվ այդ մարդիկ հնարավոր է, որ այնպիսի միտք ունենան, որ ֆանտաստիկ հրաշքներ անեն երկրի վրա, այսինքն այնպիսի նախագծեր անեն, որ մարդիկ կարող են զարմանալ միայն։ Վերջին օրերին գիտությունը պիտի շատանա։ Դանիելի մարգարեության մեջ սա գրվեց, եւ ոչ միայն աշխարհի գիտությունը, նաեւ հոգեվոր գիտությունը պիտի զարգանա, աստվածաբանությունը պիտի զարգանա։ Գիտեք, մեր հայերի մեջ մի ցավ էլ կա, ասում են մեր հայրաբանությունը։ Հազարամյակներ առաջ մեր հայրերի գրությունները ինչեր են գրել։ Չէ՞ որ այդ ամենը զարգացման ընթացքի մեջ է։ Ամենամեծագույն աստվածաբանական զարգացումը տեղի ունեցավ Ֆիլադելֆիա եկեղեցու շրջանին 1800-ական թվականներից, եւ մեծ աստվածաբաններ իրապես Աստված հանեց, որոնք Սուրբ գրքի մեկնությունը ուղղությամբ տվեցին։ Հո չէ, մեր հայրերը ինչ, 10-րդ դարում մի հայտնի աստվածաբան է եղել, անուն չտանք, որ հայտնություն է արել, կինը հոգի չունի։ Ինչի իման վրա, չէ որ Աստված Ադամի ռնգուկներին կենդանության շունչը փչեց, բայց Եվան Ադամի կողից ստեղծվեց, հետևաբար նրա մեջ հոգի չկա։ Եթե հոգի չկա, նա ինքը մարդ արարած չի կարող կոչվել։ Ուրեմն ասենք հայրաբանություն է եւ այսպիսի հերձվածողություններ ընդունենք։ Ճշմարիտ աստվածաբանությունը սկսում է Քրիստոսի անձով եւ նրա կատարած գործով եւ այդ ճանաչողությամբ, նրա աստվածությունը եւ նրա մարդեղությունը, նրա ստանձնած պաշտոնները փրկության համար որպես որդի հայտնվեց, բայց եռամիության մեջ, այսինքն Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված, երեքն էլ իրար հավասար են։ Դրա համար Հիսուս Հովանու 10:30-ում ասաց. Ես եւ Հայրը մեկ ենք։ Սակայն պաշտոնի մեջ, որպես որդին մարդո, ասաց Հայրը ինձանից մեծ է։ Եվ եթե մենք այս ճշմարտությունները չհասկանանք, շուտով կարող ես դառնալ Եհովայի վկա։ Ինքը կգա այս համարով կասի, տես Հիսուս ասաց, Հայրը ինձանից մեծ է, ինչ Աստված։ Բայց Հիսուս ասաց, ինձ տեսակ, Հորը տեսակ։ Ես Հոր մեջ եմ եւ Հայրը իմ մեջս է։ Հիսուս 3 կարևոր պաշտոններ ստանձնեց։ Առաջինը դա մարգարեական պաշտոններ, որ 3.5 տարի երկրի վրա ամբողջացրեց։ Երկրորդ պաշտոնը, որի մեջ է հիմա 2000 տարի է, նա մեծ քահանապետ է երկնքի սրբանում Հոր առջև, որ մեզ համար ամեն օր բարեխոս է, եւ նրանք ովքեր որ Աստծուն պիտի գան առաջի անգամ, նրանց համար էլ ինչ է, միջնորդ է հանդիսանում։ Եվ երրորդ
պաշտոնը, որ եկի վրա իր բոլոր սուրբերի հետ միասին պիտի հայտնվի հազարամյա թագավորության համար։ Ուրեմն շատ ու շատ կարևոր բաներ կան, որ աստվածաբանությունը դրանք առաջի դարերում չմնաց։ Այո, առաքյալները դրանք գրեցին, բայց շատեր տարբեր ձևերով մեկնեցին, դարերի ընթացքում շատ հերձվածող գաղափարներ են եկած։ Ուրեմն մենք լավ ճանաչենք Քրիստոսի անձը եւ նրա կատարած գործը Կողոսացիս 2 գլուխ առաջի 4 համարներում կարդում ենք։ Պողոս առաքյալ այսպես է գրում Կողոսացիներին. «Քանզի կուզեմ, որ իմանաք, թե ինչպիսի մեծ անձգություն, այսինքն ճիք, ջանք, ունեմ ձեզ եւ Լավոդիկեցիների համար եւ ամեն նրանց, ովքեր իմ երեսս մարմնով չեն տեսել, որպիսի անոնց սրտերը մխիթարվին սիրով միացած եւ կատարյալ իմաստության բոլոր ճոխությանը հասնին, այսինքն Հոր Աստծո եւ Քրիստոսի խորհրդի գիտությանը, որի մեջ իմաստության եւ գիտության բոլոր գանձերը պահված են։ Ասիկա կսեմ, որ չլա թե մեկը ձեզ սուտ խոսքերով մոլորեցնի։ Ուրեմն ամենամեծագույն գիտությունը Քրիստոսի կատարած գործը եւ իր անձը ճանաչելն է։ Պետրոս առաքյալը իր երկրորդ թղթում հետեւյալն է գրում, 2 գլուխ 2 համար. Շնորհք եւ խաղաղություն ձեր վրա ավելանա Աստծո եւ մեր Տիրոջ Հիսուսի գիտությունով։ Այսինքն այդ շնորհքը եւ խաղաղությունը ինչպես կարող է ձեր վրա հաստատվել։ Ինչպես կարող եք իրական խաղաղություն ունենալ։ Միայն Քրիստոսի մեջ աճած լինելով։ Ասես խաղաղություն ունեմ եւ վերջ։ Ինչպես է այդ խաղաղությունը քեզ գալիս։ Դա աստվածային գիտության արդյունքն է, որ այդ խաղաղությունը քո մեջ հաստատվում է։ Իշարը շատ կարևոր բաների, որոնք անհրաժեշտ են աստվածաբանության համար եւ Աստված պաշտելու համար, ասում է հավատքի վրա ավելացրեք առաքինություն, ժուժկալություն, համբերություն, սեր եւ նաեւ հոգեվոր գիտություն։ Օվսիայի մարգարության մեջ, Օվսիա 4 գլուխ 6 համար կարդում ենք. Իմ ժողովուրդս գիտություն չունենալու պատճառով է, որ ցիրուցանելում կորսվում է։ Ինչու համար աղանդները աճում են, օրորի նոր աղանդներ են դուրս գալիս տարատեսակներ, հա, եւ մարդկանց մոլորեցնում են, որովհետեւ ժողովուրդը ճշմարիտ սուրբ գրային գիտությունը չունի։ Ավանդություններով, ծեսերով մարդիկ բթացել են, չեն ճանաչում Քրիստոսին։ Տարիների ընթացքում հանդիպել ենք անձերի, ովքեր որ բավարարված են իրենց զգում, որքան որ գիտեն։ Հիսուս իրենց համար Տեր եւ Փրկիչ է բավարար է եւ կարծում են, որ երկնքում էլ մի անկյուն իրենց կտրվի, այնտեղ կմնան։ Սակայն հոգեվոր գիտություն ավելացնել, ճանաչողություն, որևէ փափակ չունեն, մի համար իրենց շրթունքներից միշտ կլսես։ Գիտությունը կհպարտացնի, սերը շինություն կանի։ Եթե ասես որտեղ է գրված, դա էլ չգիտի։ Առաջի Կորինթացիս 8-րդ գլուխ եւ առաջի համարն է։ Քեզ ով է ասում, որ հպարտանաս։ Գիտություն ունեցիր ու մի հպարտացիր։ Երբ որ գիտակցես, որ ամեն բարի պարգև վերևից է գալիս, լուսո հորից, եւ քեզնից ոչինչ չկա, իր տվածն է, իր պարգի համար պիտի, երբեք չես հպարտանա, ընդհակառակը, որքան որ գիտություն ես ձեռք բերում, այնքան կխոնարհես Տիրոջ առջև։ Ուրեմն ունեցի թե սերը եւ թե գիտությունը իրար չեն խանգարում։ Այո, բայց միայն եթե գիտությունը առնես եւ սեր չունենաս, հպարտության դա կարող է տանել։ Մենք աստվածային սերը ամեն բանից առավել դնում ենք։ Այս եկեղեցու հիմքը, երբ որ հաստատվեց, աստվածային սերը եղավ։ Նրա վրա է կառուցվում ամեն բան։ Այդ սիրո մեջ մենք պիտի աճենք, պիտի ավելանանք, Աստծո խոսքը ինչպես ասում է, բայց նաև պիտի գնահատենք աստվածային գիտությունը, դա շատ կարևոր է։ Եվս մեկ համար կարդանք Եփեսացիս 3 գլուխ 19 համար, Քրիստոսի սերը գիտությունից գերազանց է։ Այո, սերը ամեն բանի վրա գերիվեր է, սերը առաջնայինն է։
Նաև Փիլիպպեցիս առաջի գլուխի 9 համարում կարդում ենք. Կաղոթեմ, որ ձեր սերը շատանա, ինչպես շատանա ձեր սերը, հետսետե գիտությունով և իմաստությունով։ Գիտությունով և իմաստությունով է, որ այդ սերը պիտի շատանա։ Այստեղ հակառակ համեմատական կապ ենք տեսնում։ Նախ որ սերը գիտությունից առավել է, բայց նաև այդ սերը չի կարող զարգանալ, աճել, ավելանալ առանց գիտության և իմաստության։ Ի տարբերություն մարդկային սիրո, որ հաստատված է հույզերի վրա, սիրում եմ և նաև ռոմանտիկ ելևէջներով, աստվածային սերը գիտակցական մոտեցում է։ Ինչի համար եմ ես սիրում։ Որովհետև դու իմ սիրելի եղբայրս ու քույրս ես Քրիստոսով, որ Աստված այդ պատվիրանը տվեց, երբ որ հավիտենականության մեջ մենք միասին պիտի լինենք։ Սա գիտակցություն է, ոչ թե հույզերի, զգացմունքների վրա հաստատված, այլ գիտակցական ձևով, գիտության վրա հաստատված աստվածային։ Նույն Փիլիպպեցիս 3 գլուխ և 8 համարում Պողոս առաքյալի ձգտումը և փափագը տեսեք։ Բոլոր բաները վնաս կհամարեմ իմ Տիրոջս գերազանց գիտությանը հասնելու համար։ Ամեն բան մի կողմ, ես հասնեմ այդ գիտությանը։ Տիտոսին գրած նամակում առաջի գլուխ առաջի համար Պողոս այսպես է գրում. Պողոս Աստծո ծառա և Հիսուս Քրիստոսի առաքյալ կանչված Աստծո ընտրյալներին հավատքի և ճշմարտության գիտությանը առաջնորդելու համար, որ աստվածպաշտության համեմատ է։ Եվ գիտեք, Պողոս առաքյալը բոլոր եկեղեցիների համար հոգ էր անում, ասում է ամեն հոգերը իմ վրա է դրված։ Եվ նույն Կողոսացիս թղթի առաջի գլուխ 9-10 համարներում գրում է. Սրա համար մենք էլ այն օրից, երբ որ լսեցինք, չենք դադարել ձեզ համար աղոթել է և խնդրանք մատուցանել է, որ կատարյալ լինեք նրա կամքի գիտությունով։ Այստեղ կատարյալ բառը անշուշտ լեցվեք, field և առաջանակ։ Կամքի գիտությունով, լեցվեք իմաստությունով և հոգևոր հանճարով, որպեսզի դուք Տիրոջը արժանի կերպով քայլեք և ամեն բանի մեջ իրեն հաճեցնեք, բարի գործերով պտղաբերիք և աճիկ Աստծո գիտությունով է։ Քանի տեղեր կարդացինք։ Աստծո գիտությունը շատ կարևոր է։ Հավատացյալները այս գիտությամբ պիտի զինվեն, մենք գիտակից հավատացյալներ պիտի լինենք։ Եվ սա, գիտեք, Աստծո կողմից մեզ տրված առանձնաշնորհ է։ Տեր Հիսուս Մատթեոս 11:25-ում հետևյալ ասաց. Հիսուս հոր ասաց. շնորհակալ եմ քեզանից ով Հայր, Տեր երկնքի ու երկրի, որ այս ամեն բաները ծածուկ պահեցիր իմաստուններից ու գիտուններից, այսինքն աշխարհի իմաստուններից ու գիտուններից դա պահվեց, եւ տղայոց հայտնեցիր, նրանք ովքեր փոքր տղու նման անկեղծ ձևով կհավատան, նրանց տվեցիր, ուրեմն մեզ տրված է այդ բանը, նշանակում է մենք պետք ունենք այն առնելու, անհոգ չլինենք, ջանանք գիտությամբ աճել։ Եվ այսպիսի բազմաթիվ համարներ, լեցվեք Աստծո գիտությունով, հարստանանք Աստծո գիտությունով, այս դարի մեջ, որ շատեր Աստծո անունով խոսում են, բայց խաբեբաները շատ են, հերձվածող, վարդապետություններ, բերողներ շատ են, պետք է որ ճշմարիտ հավատացյալը Աստծո գիտությամբ զինվի։ Այնպես որ դիմացին այդ բերանը բացեց 2-3 նախադասություն ասած, դու արդեն պիտի ճանաչես ով է ինքը։ Ճշմարտությունից է, թե խաբեական մի բան է դա։ Ուրեմն ամեն բան մեզանից է կախված, սիրելիներ, Տիրոջ կողմից ամեն բան տրված է։ Ահա, իմաստության ու գիտության գանձարանը այստեղ է։ Սա անհատակ օվկիանոս է։ Եվ մենք կաթիլ առ կաթիլ նրա միջից վերցնում ենք։ Սուզվենք, խորանանք, որքան հնարավոր է։ Անշուշտ բոլորովին չենք ժխտում այն հանգամանքը, որ ոմանց մոտ
ըմբռնելու, այսինքն ըմբռնողականության չափը տարբեր է։ Ամեն հավատացյալ նույն կերպով չի հասկանում, չի ըմբռնում։ Գիտեք շատերին, որ կարդում են, լսում են, բայց չեն հասկանում։ Սակայն ասենք հետևյալը. Սուրբ Հոգին ունեցող մեկը, եթե ջանք անի եւ աղոթքով երկնային իմաստությունը խնդրի եւ հարատեվորեն կարդա ու լսի անպայմանորեն, Աստված նրա հոգեվոր աչքերը օր-օրի պիտի բանա։ Երբեք մի բավարարվի քարոզը մեկ անգամ լսելով։ Լսի երկրորդ, երրորդ անգամ եւ քո լսածներիդ վրա, հասկացածիդ վրա նոր բաներ պիտի ավելանան, որովհետև առաջի անգամ լսելուց հետո որոշ բաներ զանց եղան, չնկատեցիր, չըմբռնեցիր։ Ուրեմն ավելի խորության մտնենք։ Ջանանք, որքան հնարավոր է հոգևոր գիտություն ձեռք բերել։ Այսօր անհավատները եւ աթեիստները ինչու են հավատացյալներին ծաղրում։ Մյուս կողմից ասենք, այ տգետներ, դուք ով եք, որ մեզ ծաղրեք, բայց փաստը կա, ծաղրում են, ինչու, որովհետև սատանայական խորամանկ հարցումներ են տալիս, հավատացյալները չի պատասխանում, ասում են, տեսնում ես, չգիտես դու այդ բաները, բայց եթե հոգևոր գիտություն դու ձեռք ես բերել, դու այնպես նրան կպապանձեցնես, խայտառակ կլինի, նրա փուչ եղած վիճակը ջրի կհանես եւ կտեսնի, որ ինքը իրապես ոչինչ չգիտի, որ կարծում է, որ գիտի։ Ինչ է կարծում, հազարամյա թագավորության ժամանակ հավիտենականության մեջ Աստծո գիտության պետքությունը պիտի ունենանք։ Գրված է, չէ՞ որ ամեն բան պիտի անցնի, միայն սերը պիտի մնա, հավատքը պիտի անցնի, հույսը պիտի անցնի։ Արդյոք հոգևոր գիտությունը այն ժամանակ մեզ պետք պիտի լինի։ Միանշանակ, որովհետև պիտի ճանաչենք Աստծուն եւ նրան ճանաչելու յետևից պիտի լինենք հավիտյան։ Եվ պատահական չէր այս բոլոր հորդորները, որ մեզ գրվեց։ Աճեք Քրիստոսի գիտությամբ, որի մեջ իմաստության եւ գիտության բոլոր գանձերը պահված են։ Այս ամենը, որ գրված է, պատահական չի գրված։ Մյուս կողմից նաեւ հետեւյալ հանգամանքը պիտի հաշվի առնենք։ Գրված է. ում որ շատ տրվեց, շատ էլ պիտի պահանջվի։ Հետևաբար, որքան որ գիտենք, դրա համապատասխան էլ Աստված մեզանից պիտի պահանջի։ Սա ինչ է նշանակում, որ մեր գիտեցածը մեր կյանքերի մեջ գործադրության դնենք անպայմանորեն։ Աստվածային գիտության բնորոշումը Պողոս առաքյալ տալիս է Հռոմեացիս 11-րդ գլխում։ Կարդում ենք Հռոմեացիս 11:33-ից 36 համարները։ Ով Աստծո մեծության եւ իմաստության եւ գիտության խորանկությունը, ինչպես անքննելի են իր դատաստանները եւ անզննելի են իր ճամփաները, վասնզի ով իմացավ Տիրոջ միտքը, կամ նրան ով խորթակից եղավ, կամ ով նրան նախապես բան մտվեց, որ փոխարեն իրեն տրվի, վասնզի ամեն բաները նրանով, նրա համար եւ իրեն փառք հավիտյանս ամեն, միայն իրեն պիտի ծառայեն։ Ուրեմն այդ ամեն ինչ որ կա, հոգևոր գիտությունը, որ մենք ստանում ենք, անբարում ենք, Աստծո փառքի համար պիտի գործածվի։ Ուրեմն գիտությունը զարգանում է, դրա հետ մեկտեղ հոգևոր գիտությունն է զարգանում։ Եվ այս կապի միջոցները, որ կան, ֆանտաստիկ թռիչք ունեն։ Իր վատ կողմերով հանդերձ, նաև Աստված այն բարի համար է ծառայեցնում։ Ամենուրեք ելավ Աստծո խոսքը։ Մի մայրցամաքում Աստծո խոսքը խոսվեց, մնացած մայրցամաքներում այն հասնում է եւ ինչ գեր արագությամբ։ Ուրեմն Աստված գործածում է նաև այս միջոցները։ Եվ Տեր Հիսուսի երկրորդ գալուստից առաջ բովանդակ աշխարհում Աստծո խոսքը պիտի խոսվի։ Մեկը չպիտի գտնվի, որ ասի, ես չգիտեի, ես չլսեցի։ Պիտի լսած լինեն, ովքեր որ ապաշխարեցին, ընդունեցին, իրենց փրկության համար պիտի ծառայի, եւ նրանք, ովքեր որ մերժեցին, իրենց դատապարտության համար պիտի ծառայի։ Այդ գործի մեջ մեզանից ամեն մեկի դերը որն է, ինչ դեր ունենք մենք։
Նախ եւ առաջ պիտի աղոթք անենք, որ Աստված խոսքի դռները բանա, որ ամենուրեք այդ խոսքը տարածվի եւ նաեւ Աստծո մշակների համար պիտի աղոթենք, որ Տերը իմաստություն տա եւ իր հոգիով առաջնորդի, եւ նաեւ պիտի գործածենք տեխնիկական միջոցները, այս բոլոր սայթերը, որ գոյություն ունեն եւ այսօր շատ հաճախ հավատացյալները դրա մեջ մտածեն, երկրորդական, երրորդական բաներով են զբաղված։ Նկար հանելով, դնելով, կլաս ստանալով, սրան նրան բաներ գրելով։ Փոխարենը լծվենք Աստծո խոսքը տարածելու։ Դու քո բաժինդ բեր։ Դու ինքդ էլ տարածի Աստծո խոսքը, պատրաստի կա այն։ Տարածի քո ընկերներիդ մեջ, անգամ մեկին վկա է Աստծո խոսքը խոսի։ Չես գործածում տեխնիկական միջոցներ, ուրիշ միջոցներ կան։ CD-ներ եւ DVD-ներ վերցրեք եւ ձեր շրջապատում տարածեք։ Ուրեմն ամեն մեկս կարող ենք այս գործին մասնակից լինել։ Սա ավետարանչություն է, սա ծառայություն է, սա նվիրում է։ Ուրեմն աստվածային գիտությամբ լեցվենք եւ այդ ամենը փոխանցենք ուրիշներին։ Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Նրա ոտնաձայները լսվում են։ Բոլոր նշանները ինչ որ տրված է, իրականություն դարձած են։ Ահավասիկ այսօր քննեցինք, գիտությունը պիտի շատնա Քրիստոսի գալուց առաջ, այդպես է թե չէ։ Այսօր հասանք, վերջին 1 տասնամյակը մենք ուր ենք հասել։ Եվ Տերը շուտով պիտի գա։ Եվ սա մեր երջանիկ հույսն է։ Մի քանի համարներ կարդանք Տիտոսին գրված նամակից եւ այսօրվա նյութը ավարտենք։ Քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևցավ, այսինքն ամենուրեք խոսվում է, այդ շնորհքը Քրիստոսի բերած ամենուրեք է։ Եվ Աստված մարդուն հրաման է տալիս, ապաշխարիր, բայց ազատ կամքը նրա հարգելով, որ քու ազատ կամքովդ պիտի ընդունես։ Կընդունես Քրիստոսին, հավիտենական կյանք ունես։ Չես ընդունում, մերժեցիր 100%-ով դժոխք ես գնալու։ Վստահաբար քեզ ասում ենք։ Նա մեզ կխրատե, որպիսի ամբարշտությունն եւ աշխարհային ցանկությունները ուրանանք, այսինքն աշխարհասիրությունը, եւ զգաստությունով, արդարությունով, բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ եւ սպասենք այն երջանիկ հույսին եւ մեծ Աստծո եւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնվելուն։ Մեր երջանիկ հույսը ամեն օր մեր աչքի առջև թող լինի, սպասենք եւ խնդրենք, Աստված ասում է ձեռքերիս գործերի համար պատվեր տվեք, մեկ պատվեր ենք տալիս։ Այդ պատվերը սա է. Եկնավոր Հայր, մեր Փրկչին ղրկի։ Եվ Տերը երբ որ գա այս կյանքի ընթացքը իր ամեն այս ահավոր վիճակներով պիտի ավարտվի եւ մենք հավիտենականությունը պիտի մտնենք։ Եվ նրանք ովքեր որ լսում են, ինչ են ասում, շուտով արի Տեր Հիսուս, մանանաթա, Տերը կուգա։ Աստված օրհնի իր խոսքը եւ ձեզ բոլորիդ ամեն։